Այսօր տեղական ժամանակով 13:17 րոպեին տեղի ունեցել երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Վրաստանի տերիտորիայում։ Էպիկենտրոնում Վրաստանի Քութայիսի քաղաքից 30 կիլոմետր հարավ-արևմուտք ընկած հատվածում նախնական տվյալներով երկրաշարժը տեղի ունեցել 7-ից 8 բալ ուժգնությամբ։ Հարևան պետություններում, այդ թվում եւ Հայաստանում, գրանցվել են ցնցումներ։ Հայաստանի հյուսիսային մասում այս երկրաշարժը զգացել են 3-ից 4 բալ։ Համարյա բոլոր ուրեմն այս մասը Հայաստանի այս երկրաշարժը զգացել են մինչև 4 բալ ուժգնությամբ։ Եղել են մարդիկ Երևանում, որ նույնպես զգացել են այս երկրաշարժը մինչև 3 բալ ուժգնությամբ։ Տեղի ունեցած երկրաշարժի մասին տեղեկությունների ճշտման пահն է սա։ Գյումրու սեյսմիկ կայանի աշխատակիցներն հարևան երկրների իրենց գործընկերների հետ տվյալների համադրում են катарում։ Можете дать координаты? Координаты землетрясения. По нашим расчетам такие. Возможно, есть разрушение или нет. Առայժմ հայտնի չէ, թե հարևան Վրաստանում զոհեր կամ ավերածություններ եղել են, թե ոչ, բայց ինչպես տեղեկացանք տեղի մասնագետներից, վրացիները խուճապի են մատնվել։ Երկրաշարժից հետո սեյսմիկ ալիքները գրանցող սարքերն անընդհատ արձանագրում էին հետցնցումներ, ինչ ըստ մասնագետների վկայում էր օջախի մարելու մասին։ Եղանակային պայմանների հետ ոչ մի կապ չունի, ուղղակի այդ տարածքը միշտ սեյսմոակտիվ է եղել, ամբողջ այդ Կավկասի խրիբետը գտնվում է ցնցման մեջ։ Այս երկրաշարժը տարածաշրջանում տարեսկզբից մինչ օրս գրանցված առաջին բարձր ուժգնությամբ ցնցումն է համարվում։ Ալա Բաղդասարյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։